Դատախազը մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակիցների նկատմամբ։ Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքները ապօրինի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելն արդարացնելու, կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով հետին ամսաթվով 2008 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանին գաղտնի փոստի միջոցով ուղարկվել է բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գրություն, թե ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի Ազատության հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևանում, թե հնչում են սադրիչ հայտարարություններ և կոչեր։ Նշել է, թե ստացվել են տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու են հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում։ Այնուհետև Հակոբյանը փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Տիգրան Բարսեղյանին դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը։ Հետին ամսաթվերով 2008 թվականի փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ կազմվել և պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբրև թե հիմք է հանդիսացել Գորիկ Հակոբյանի 2008 թվականի փետրվարի 28-ի կեղծ գրության համար։ Ի դեպ 2017 թվականին Գորիկ Հակոբյանը վախճանվել է։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։